Դատական ակտերի արկադիր կատարման ծառայությունը կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված երկամսյա ժամկետը չի պահպանում։ Զեկույցի համաձայն բազմաթիվ են դեպքերը, երբ ծառայության ոչ հետևողական աշխատանքի արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չի կատարվել։ Հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու քայլեր չեն ձեռնարկվել, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվել։ Քրեակատարողական հիմնարկների խնդիրներից են գերբնակեցումը, ժամկետանց դեղորայքները, խիստ մտահոգիչ է երկարատև տեսակցությունների համար նախատեսած սենյակների բացակայությունը։ Շարունակում է չլուծված մնալ հացադուլ հայտարարած կալանավորների առանձին խցերի եւ տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը։ Հացադուլավորների իրավունքները եւ պարտականությունները առհասարակ կարգավորված չեն օրենսդրությամբ։ Էական խախտումներ են հայտնաբերվել դատապարտյալներին տրվող սննդամթերքի որակի եւ քանակի վերաբերյալ։ Անպատասխան են մնում բանտից դուրս բուժ զննում եւ բուժ սպասարկում իրականացնելու դատապարտյալների դիմումները։ Անհապաղ հստակեցման կարիք ունի պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները։ Ինչպես է արձագանքում այս դիտողություններին Արդարադատության նախարարությունը եւ երբ են շտկվելու դրանք։ Բանաձևի տաղավարում զրույց օմբուդսմենի զեկույցի հետքերով Արդարադատության հայկական բանաձևը։ Եվ հիմա շարունակենք լսել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Արամ Վարդևանյանին, տեսնենք թե քրեակատարողական հիմնարկների ժողովրդական լեզվով ասած բերդերի մասով ինչ թերացումներ են հայտնաբերել, որից հետո արդեն պարոն Օրբելյանը կասի թե որքանով է դա օբյեկտիվ այդ գնահատականը։ Հիմնականում այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք կապված են քրեակատարողական հիմնարկների վարչակազմի եւ պատիժը կրող անձանց հետ։ Բազմաթիվ հարցերի վերաբերյալ, այսինքն կենցաղային, հանձնուկներ ընդունելու, այդ բոլոր հարցերը տեսակցությունների կազմակերպման, այդ բոլորը հստակ կարգավորված չեն։ Այսինքն այդ խնդիրների վերացումը կարող է իրականացվել միայն հստակ կոնկրետ իրավական կարգավորման միջոցով։ Եվ այսպես դուք դիտում եք բանաձևը, մենք քննարկում ենք ՄԻԲ 2012-ի զեկույցի արտադրության նախարարության վերաբերող հատվածը եւ այո, քննադատություններից մեկը, այսպես ասած, կոռուպցիոն ռիսկերն են կամ ոչ հստակ մեխանիզմների բացակայությունը հանձնուկների հետ կապված, հանձնուկը դա հայերեն թարգմանաբար պերեդաչին է։ Քրեակատարողական հիմնարկներում խնդիրները ճիշտ է նկատվել եւ ծավալով էլ կարելի է տեսնել, մի քիչ ավելի շատ են, քան մնացած բոլոր համակարգերում։ Խնդիրների մեջ կարելի է, այսինքն առանձնացնել եւ կոռուպցիոն ռիսկերը, եւ հստակության խնդիրը, եւ պահելու պայմանները, բայց պետք է հասկանալ, որ չնայած բավականին մեծ քանակությամբ ռեֆորմներ է իրականացվել նախկինում 2001 թվականից սկսած, երբ որ ներքին գործերից փոխանցվեց Արդարադատության նախարարություն, պետք է հասկանալ, որ կառուցվածքները, ինստիտուտները, որոնք առկա են բավականին դեռևս ունակ չեն այս բոլոր խնդիրները լուծելու։ Դրա համար հնարավոր չէ ունակ մեխանիզմ սահմանել, որ պետի կամքից կախված չլինի, թե ում պերեդաչին թույլատրել ում ոչ։ Մեխանիզմները կան։ Այդ մեխանիզմները գործում են։ Շաբաթը մեկ օրինակ, ավտոմատ։ Խնդիրները մի քիչ ավելի բարդ են։ Օրինակ բերեմ շատ անցած տարվա դեպքերի, երբ որ մենք նայում ենք ինչ դեպքեր են եղել, գործարանային արտադրության օջարի մեջ գտնվել է թմրանյութ։ Այսինքն փաթեթավորված գործարանային արտադրության օջար, որ երբեք չես էլ մտածի, որ սրա մեջ ինչ որ բան կարող է լինել։ Սովորական հացի մեջ գտնվում են տարբեր արգելված նյութեր, սկսած թմրանյութերից, ավարտած ինչ որ փողով եւ այլն։ Խնդիրները այստեղ բազմակողմ են եւ այս խնդիրների լուծումը նախարարությունը, ասեմ մի քանի տարի, 2 տարի, 3 տարի եւ ավելի երկար արդեն ձեռնարկել են որոշակի գործողություններ եւ այս ուղղությամբ աշխատանքները կատարվում են ավելի ոնց ասենք արմատական, հա, այսինքն տարվա վերջին արդեն կհանձնվի շահագործման Արմավիր քրեակատարողական հիմնարկի առաջին կորպուսը։ Սա լրիվ նոր քրեակատարողական հիմնարկ է, ամբողջությամբ զինված տեխնիկական միջոցներով, որը կոռուպցիոն ռիսկերը, եթե չասենք զրոյացնում է, ձգտում են զրոյի։ Դա ծանր հանցագործությունների համար է, թե խառը կլինի։ Արմավիրը, երբ որ երեք սեկտորներն էլ արդեն շահագործման կհանձնեն, այնտեղ այս փուլում դեռևս նախատեսվում է, որ կլինի եւ փակ ռեժիմ, եւ բաց եւ կիսաբաց եւ կիսափակ ռեժիմներ։ Լավ, բայց դրան զուգահեռ ասացեք, խնդրեմ, օրինակ կան բաներ, որոնք որ օրինակ, հա, վերաբերում են դատապարտյալներին եւ կալանավոր անձանց սննդամթերքի որակը եւ քանակը։ Որակի եւ քանակի հետ կապված երկու հատ տարբեր խնդիր ունենք, այսինքն առաջին խնդիրը կայանում է նրանում, որ հետազոտությունները, երբ որ մենք նայում ենք գնումների գործընթացը, ձեռքբերումների գործընթացը, ընդհանուր առմամբ համապատասխանում է, այսինքն օրենքի պահանջներին։ Ուրիշ խնդիր է, որ դրանից հետո շատ բարդ է ամեն օր անընդհատ վերահսկողություն իրականացնել որակի հետ կապված եւ բողոքների հետ կապված էլ խնդիրներ կան, այսինքն նույն քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձինք
երբ որ մենք ուսումնասիրում ենք բողոքները, որպես կանոն միշտ չի այդպես, բայց շատ հաճախ են բողոքում են այն անձինք, ովքեր իրականում բողոքելու խնդիրներ չունեն, եւ այն անձինք, ովքեր իրականում շատ ավելի ծանր ու վատ վիճակում են, չեն բողոքում։ Եվ շատ բողոքը ինքնանպատակ չի, շատ բարդ է ջրի երես հանել այն խնդիրները, որոնք կան խնդիրներ։ Դե ես չեմ հասկանում, սնունդը վատն է։ Եվ այդ մարդիկ բողոքում են։ Հիմա դա վերահսկողության խնդիր չի, դա այդ հիմնարկի պետի պատասխանատվությունն է եւ պարտավորությունը, որպեսզի խոհանոցում տանելի ուտելի պայմաններ լինեն։ Դա ասենք անցած տարի երբ որ բարեփոխումների հետ որևէ աղերս չունի, կապ չունի։ Անցած տարի երբ որ վերահսկողության ծառայությունը, այսինքն անցած տարվա ավարտի կողմերն մեծ բավականին հետազոտություն իրականացրեց ձեռքբերումների, գնումների եւ սննդի եւ ընդհանրապես պահեստավորման հետ, մի շարք անձանց ներկայացվեցին պատասխանատվությամբ եւ պատասխանատվության միջոցները կիրառվեցին։ Առաջին հայացքից շատ պրիմիտիվ է բոլորին գործից հանենք, նոր մարդիկ բերենք, որտեղ սրանք վատն են, նրանք նորերը որ կգան լավն են, ցավոք սրտի նման մոդելը, երբ որ մենք փորձում ենք արագ ինչ-որ մարդկանց հանել, նոր մարդկանց դնել, իրեն չի արդարացնում, որովհետև նոր մարդիկ ովքեր գալիս են, դուք ասում եք, որ ես ճիշտ եմ հասկանում, դուք ասում եք, որ սնունդը վատը կլինի, մինչև տեսնենք, թե ոնց կապի դա հասցնելը։ Սնունդը զգալիորեն լավացել է։ Բայց դա չի նշանակում, որ բավարար է։ Եղած ֆինանսական պայմանների շրջանակներում, չնայած բավականին մեծ բյուջե կար քրեակատարողական հիմնարկներում, բայց այնտեղ պահվում է 4000-ից ավել մարդ եւ 4000-ից ավել մարդու սնունդով ապահովելը, ասենք դիետիկ կամ չգիտեմ, լավ սնունդ պատրաստելը բավականին բարդ է, այսինքն պետք է տանելի նորմալ մինիմալ ստանդարտներին բավարարող սնունդ լինի։ Երբ ավելի լավ կլինի։ Արդեն ավելի լավ է, որոշակիորեն քան եղել է մի տարի առաջ եւ շարունակական լավանալու է մոտակա մի քանի տարիների ընթացքում։ Անպատասխան է մնում բուժզննում եւ բուժ սպասարկում իրականացնելու եւ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու դատապարտյալների դիմումները բանտերի վարչակազմերի կողմից, որոնք երբեմն պայմանավորված են նաեւ շահադիտական դրդումներով։ Ուրեմն կրկին գալիս ենք նույն խնդրին, որ չեմ կարող այսինքն տալիս է մի հատ ընդհանուր սահմանում, որը ես չեմ կարող շղթել, չեմ կարող հաստատել։ Եթե լիներ, ասենք, ասել Պողոսը դիմել է եւ Պողոսի նամակը անպատասխան է մնացել, մենք կկարողանանք ասել, այո, տեսեք Պողոսի նամակը անպատասխան է, գնանք պատժենք, կամ Պողոսի նամակը անպատասխան չի։ Տեսականորեն հնարավոր երևույթ է, որի մասին օմբուդսմենի ձեռքությունում նշված է, որ անպատասխան է մնացել։ Կոնկրետ բողոքներ չունեք։ Կոնկրետ բողոքներից բոլորը քննվել են օրենքով սահմանված կարգով, երբ որ եղել են բողոքներ, եթե եղել են պատասխանատու անձինք, նրանք ենթարկվել են պատասխանատվության, նրանց բացակայության դեպքում առանձնապես այսինքն անձը ստացել է պատասխան, որ չկա բողոք։ Կան դեպքեր, երբ որ մարդիկ ուղղակի ուզում են գնալ քաղաքացիական հիվանդանոց, որովհետև իրենց ավելի լավ է այնտեղ լինել քաղաքացիական հիվանդանոցում, քան քրեակատարողական հիմնարկում։ Եվ նմանատիպ դիմումների քանակը շատ է, բայց անպատասխան, այսինքն որ անպատասխան է մնացել, ապօրինի չեն իրականացվել, դրանց բացառվում է, որ օրինակ ասենք դատապարտյալը հիվանդ լինի եւ բուժ սպասարկում չստանա։ Չասեմ բացառվում է, հնարավորինս նվազեցված է, որովհետև որևէ բան բացառել, որևէ համակարգում ես ուղղակի չեմ կարող, բայց ասենց ասենք հնարավորինս նվազեցվում է տվյալ երևույթները, որովհետև միշտ էլ ցանկացած նույնիսկ լավագույն երկրում նման խնդիրներ կարող են առաջ գալ, բայց դա անում ենք ամեն ինչ, որպեսզի դրանց քանակը ձգտի զրոյի։ Հացադուլավորների հետ կապված հետաքրքիր բան կա, որ նախ առաջինը չլուծված է մնում փաստորեն հացադուլ հայտարարված կալանավորների կամ դատապարտյալների համար առանձին խցերի եւ տարական սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության խնդիրը, ընդհանրապես ըստ օմբուդսմենի հացադուլավորների իրավունքները եւ պարտականությունները կարգավորված չեն։ Հացադուլավորների եթե օրենսդրական վերլուծություն անենք, այսինքն քրեակատարողական հիմնարկների օրենսդրությունը, այնտեղ ուղղակիորեն լրիվ, չգիտեմ, մանրամասնությամբ, ամբողջությամբ հացադուլավորների կարգավիճակը, չգիտեմ, լրիվ մանրամասնությամբ կարգավորված չի։ Դա կարգավորվում է եւ համապատասխան առողջապահական օրենսդրությամբ եւ որոշակի առանձին նորմերով, որը կա, բայց առանձին գլուխ որտեղ կբացենք եւ գրած կլինի հացադուլ հայտարարած մարդու իրավունքները եւ պարտականությունները իհարկե չկա։ Ինչը ենթադրվում է, որ քրեակատարողական հիմնարկում ընդհանուր առմամբ պետք է չլինի նմանատիպ մարդ, այսինքն որովհետեւ եթե այսինքն ինքը հացադուլավորը որպես առանձին կատեգորիա առանձնացնել է եւ դրա համար առանձին իրավունքներ պարտականություններ սահմանել է, դրանից հետո կարող ենք առանձնացնել ինքնախեղում կատարած անձանց իրավունքները պարտականությունները։ Դրանից հետո կարող ենք առանձնացնել, չգիտեմ, անգլերեն խոսող անձանց, այսինքն դա պետք է քրեակատարողական հիմնարկներում գտնվող մարդկանց համար շատ հստակ ու պարզ լինի, որ եթե իրենք գտնվում են քրեակատարողական հիմնարկում, քանի որ կատարել են համապատասխան հանցագործությունը, կա դատարանի վճիռը, կամ եթե նրանք կալանավորված են, որովհետև կա դատարանի վճիռը, նրանք առաջին դեպքում կրում են պատիժը, երկրորդ դեպքում պետք է մեկուսացվեն։ Եվ փորձել հացադուլի, ինքնախեղման եւ նմանատիպ գործողությունների միջոցով տարբեր շահարկումների արդյունքների հասնել
պետք է թույլ չտանք, որովհետև հակառակ դեպքում համակարգը դառնում է ամբողջությամբ անկառավարելի։ Իհարկե դա չի նշանակում, որ հացադուլավորների ենթադրենք հացադուլի արդյունքները չպետք է ուսումնասիրվի եւ հասկանալ կա արդյոք օբյեկտիվ պահանջներ թե չկա, բայց դա չպետք է լինի սիգնալ, սիմվոլ այդ մարդկանց, որ դուք գնացեք հացադուլ արեք եւ նախարարությամբ, նախագահով բոլորով կգանք տեսնենք վայ այս խեղճ հացադուլավորը ինչ է անում։ Հասկանալի։ Եվ վերջին հարցը օմբուդսմենը ասում է, որ հստակեցման կարիք ունի պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկը ու նրա չափորոշիչը։ Մի շարք օրենսդրական ակտեր արդեն նախագծերը մշակվել են դեռևս անցած տարվա երկրորդ կեսին շրջանառության մեջ են։ Մեկը վերաբերվում է դրան, մեկը վերաբերվում է վաղաժամկետ պայմանական ազատմանը, մեկը մի մասը վերաբերվում է տարբեր ռեժիմների, ասենք, փակից կիսափակ, կիսափակից կիսաբաց փոփոխելուն, որոնք շրջանառվում են եւ դրանց ընդունելուց հետո նշված խնդիրները, այսինքն վերջնականապես լուծվում է։ Նաեւ անհրաժեշտ է նշել, որ զուգահեռ հիմա աշխատանքներ են տարվում պրոբացիոն ծառայության ստեղծելու համար, որը հնարավորություն կստեղծի ազատազրկման հետ չկապված պատիժների ավելի լայն կիրառելու համար, ինչը զգալիորեն եւ կբեռնաթափի քրեակատարողական հիմնարկները եւ կբարձրացնի քրեակատարողական այս պատժի կիրառման արդյունավետությունը։ Նշելով էլի կրկնեմ, որ խնդիրներ կան քրեակատարողական հիմնարկում, այդ խնդիրները բավականին լուրջ են, բայց այստեղ ավելի խորքային փոփոխություններ են հիմա իրականացվում եւ որ առաջին արդյունքները կամ առաջին մեծ արդյունքները արդեն տեսանելի կլինեն այս տարվա երկրորդ կեսից։ Լավ, կապրենք տեսնենք, շնորհակալ եմ պարոն Ալզանյան մեր հարցերին պատասխանելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք արտադրության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի հետ մեր զրույցի առիթը ՄԻՊ-ի տարեկան զեկույցն էր, որտեղ խոսք էր գնում նաև արդարադատության համակարգի մասին, հանուն արդարության եւ արդարադատության նախարարության։ Պետք է նկատել, որ զեկույցն արձանագրել է նաև դրական միտումները, որպես դրական զարգացում մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է, որ հանրապետության նախագահը հաստատել է իրավական եւ դատական բարեփոխումների առաջկա 4 տարիների 2012-ից 16 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը կատարվել է նաև էլեկտրոնային կառավարման համակարգի լրամշակում, որի արդյունքում օրինակ քաղաքացիական կացության ակտերի գրանցումները, ԶԱԳՍ-երը, ակտիվ պատճեններն ու տեղեկանքների տրամադրումը իրականացվում է էլեկտրոնային տարբերակով։ 2012-ին արտադրության նախարարությունը նաև պատրաստել է վահանակներ եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման յուրաքանչյուր տեսակի ընթացակարգի եւ փաստաթղթերի ցանկի վերաբերյալ ուղեցույցներ, որոնք 2013 թվականից, այսինքն այս տարվանից արդեն տեղադրված կլինեն բոլոր տարածքային կառույցներում։ Եվ վերջապես նախարարությունը մշակել է այլընտրանքային ծառայության մասին օրենքի փոփոխությունը, որը, ինչպես գիտեք, արդեն քննարկվել է խորհրդարանում։ Մի խոսքով, արդարադատությունը ոլորտ է, որտեղ անելիքներ շատ կան եւ թերացումներ նույնպես։ Այստեղ խնդիրն ուղղակի չդադարել աշխատելն է, թե չէ անհաղթահարելի խնդիրներ դժվար կլինեն։ Սա համառոտ, եթե բացեք թողել մեր զրույցը, դուք դիտում եք Արմյուզի բանաձևը, շնորհակալություն ուշադրության համար եւ